Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն արտադրում են պետության անջատումները եկեղեցու եւ եկեղեցիների գործերի իշխանության միջամտելու արգելքը։ Վարչապետը Սահմանադրության դիրքերով ունի կարիք լիազորություններ, հիմա ուզում եմ հասկանալ Սահմանադրության կամ օրենքների կոնկրետ որ լիազորությամբ է ստեղծել հայաստանյան սարքելական եկեղեցու բարեգործական ֆորում և հայտարարություն է տանում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և միասին խնդրում եմ նշել կոնկրետ լիազորությունները, նաև կապված կաթողիկոսի պետությունների բարեհաճության ստուգման անցկացնելու ձեր մտադրության հետ կապված կերպ։ Դուք ձևավորել այսպես կոչված բարեգործական ծրագիր նշել եք, որ խորհուրդը կարևորում է գործընթացի իրականացումը, ներառականությունը, հանրային վստահությունը, թափանցիկությունը և պատասխանատվության սկզբունքները։ Հիմա ես խնդրում եմ ասել, ինչպես կարող է մասնակցել խորհրդի աշխատանքներին, իրականացնել դիտորդական հարաբերություն, առհասարակ յուրաքանչյուրը կարող է միանալ և վերջում էլ ասեմ, որ մի դասընկերների ունեմ, մեր հարաբերությունները բավականին սրված են, բայց վերջերս ինձ գրել եք, և բավականին ոգևորված եք ձեր գործունեությամբ, եկեղեցու դեմ, ձեր աստվածատվությամբ եկեղեցու դեմ, և նա նշում, որ այդ կրոնական կազմակերպության հետևորդ է, և մի բաներ ասաց, որ նախանձով է վերաբերում, որ բարենորոգում է։ Հիմա դուք ասում եմ մեր մոտ է դուք այդ կրոնական կազմակերպությունների պատրաստում եք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բարեգործական աշխատանքներ կատարել և խնդրում եմ հստակ պատասխանել, որտեղ ես վերջին հստակ ներկայացնել ելնելով մեր սահմանադրությունից և նաև միջազգային պարտավորություններից։ Հայաստանի Հանրապետության նախ ես ձեր հարցին նախորդ բրիֆինգում պատասխանել եմ, դուք ներկա չեք եղել, բայց ձեր հարցը ներկա է եղել։ Հայաստանի Հանրապետության որ ավարտեք կասեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է զբաղվել այդ թվում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով եւ կտրիչ ներսիսյանը իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը KGB-ի գործակալ իր եղբոր հետ միասին։ Սա առաջինը։ Ինչի քրեական հետապնդում երկերքով չի իրականացվում։ Այսինքն հենց այնպես ուղղակի ասել հանցագործությունը նա ուղի մեջ անելու մի բան է, որ օրինակ չպատժել։ Հարգելի լրագրող, թույլ կտաք ավարտել։ Ինչ գործ ունի արգոց։ Հիմա տեսեք, երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն, ձեր այս պահվածքի համար ասել Գիտեք, որովհետև դուք ինձ հնարավորություն չեք տալիս ձեր հարցին պատասխանել։ Ձեռներով այդ շարժումներն էլ բան արեք։ Ձեռներով շարժում հանգիստ պահեք ձեզ։ Հանգիստ պահեք ձեզ։ Գիտեք այսօր ինչ է այսօր Հարգելի լրագրող, թույլ կտաք ավարտել։ Հարգելի լրագրողներ, դուք պատրաստվում եք այս հարցերով զբաղվել, թե չեք պատրաստվում։ Ուրեմն ժամանակը գնում է, երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի։ Ուրեմն եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պարզա։ Այս ընթացքում նաև ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հիմա ինչ եք դուք, ինչպես նշեցիք, առանց որևէ, չգիտեմ, ինչ ասցիք ՊՊՑ-ն, ինչ է արել եւ այդպես շարունակ, որովհետեւ դուք սահմանված կարգով որպես ենթադրում եմ հավատարմագրված լրագրող, մուտք եք գործել կառավարության տարածք ձեր գործունեությունը իրականացնելու համար։ Եվ հետևաբար միշտ էլ
մեր կոչը եւ մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես հարաբերություններում պետք է լինի լեգիտիմություն եւ լեգիտիմ տրամաբանություն։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն դեպքերում ոչ միայն դուք ցանկացած մեկը կգործի այդ տրամաբանությամբ որևէ խոչընդոտի չի կարող հանդիպել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա խոսքի ազատություն, մամուլի ազատ գործունեության հնարավորությունը մեզ համար կարևոր է եւ մենք ամեն ինչ կանենք դա ապահովելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ես առաջին մասով արդեն պատասխանեցի, շարունակելով ասեմ, որ ես ինքս ինձ համարում եմ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես այդ համայնքի անդամ եմ, եկեղեցու գործերով զբաղվելը որևէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու փաստի հետ, որովհետև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետևորդներն են, որովհետև Հիսուս Քրիստոսը նոր կտակարանում ասում է, որ այնտեղ որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի, հենց դա է եկեղեցի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին ժողովուրդն է, նրա հավատավոր հետևորդները։ Այսօր գիտեք ինչ, ես կառաջարկեմ, որ մոնիտորինգ անենք։ Հանրապետության տասնյակ, հարյուրավոր եկեղեցիներում պատարակներ են տեղի ունենում դատարկ դահլիճներում։ Եվ որ շատ դեպքերում կտրիչ ներսյանի համակարգը չունի հնարավորություն կիրակնօրյա պատարակներում այդ գյուղի համայնքից բնակիչներից գոնե 5, 10, 15, 20 հոգի վեր։ Գնացեք բանի այդ կիրակնօրյա պատարակները։ Ես այս վերջերս մի տեղի հետ կապված հարց կար հետաքրքրվեցինք եւ ասցին, որ պատարակին մասնակցել է տվյալ քահանան եւ իր ընտանիքի անդամները։ Իր ընտանիքի անդամից դուրս որևէ մեկը չի մասնակցել։ Եվ այն, որ եւ մենք այո կտրիչ ներսյանին մեղադրում ենք եկեղեցու դռները փաստացի հավատավոր հոտի առաջ փակելու եւ հավատարիմ հոտին եկեղեցուց օտարելու մեջ եւ ցավոք կամ ոչ ցավոք փաստն այն է, որ իմ երկու կարգավիճակները չեն կարող բաժանել եւ ամեն ինչ պետք է տեղավորել այդ համակարգում։ Շնորհակալություն, հաջորդ Անիսա Ուրեմն ներողություն, ուրեմն տեքստում գրված է, որ խորհրդի անդամ կարող է դառնալ այն մարդիկ, ում վերաբերյալ կլինի միաձայնություն խորհրդում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչպես բոլոր այլ կազմակերպություններում, եթե անհրաժեշտություն է լինում, կլինի հրավեր եւ եթե կլինեն դիմումներ, կլինի կամ մերժում կամ բավարար։